Գիտեք, ձեր հարցի մեջ մի քանի անգամ եթե կար, եթե։ Յարոսլավ Հաշեկի հայտնի հերոս ասում է, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Այսինքն մենք ասում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները օգտագործել եւ մեր ներգրավվածությունը օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Ինչ վերաբերում է արտահանմանը եւ ներմուծմանը, այս դեպքում էլ մենք դիվերսիֆիկացվում ենք եւ դա նոր չի սկսել։ Եվ տարբեր ուղղություններով, եթե դուք տեսնեք մեր վիճակագրությանը հետևեք, կտեսնեք, որ մեր արտահանումները տարբեր ուղղություններով ընդհանուր կրկնապատկվել են եւ նաեւ ես շատ ուրախ եմ, որ Ախալքալակ Կարս երկաթուղին է բացվել Հայաստանի արտահանումների համար եւ նաեւ առաջիկայում բիզնես պատվիրակություններ են գնալու հանդիպելու այդ երկաթգծի երկայնքով հնարավոր շուկաները ուսումնասիրելու, մենք արդեն միջազգային գործընկերներից ունենք այդ հրավերները, բացի այդ մենք ընդ որում Եվրասիական տնտեսական միության պոտենցիալը ամբողջությամբ օգտագործված չի, որովհետև եթե դուք տեսնեք Հայաստանի եւ Ղազախստանի առևտրաշրջանառությունը, սա շատ սահմանափակ է, եւ ի վերջո երկաթուղու բացման Ադրբեջանի միջով Հայաստանի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղызստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ է ձևավորվել։ Ուզում եմ հիշեցնեմ, որ երկաթուղին ըստ էության առաջին անգամ բացվեց, երբ որ մենք նաեւ Ղազախստանից հացահատիկ ներմուծելու գործարք կնքեցինք, իհարկե ռուսական հացահատիկը հանգամանքների բերումով ավելի շուտ եկավ, բայց նկատի ունեմ ԵԱՏՄ-ում մենք պոտենցիալ ենք տեսնում եւ ելի ասում եմ մենք առանց նյարդի գործընկերային հանդարտ աշխատելու ենք եւ բոլոր հարցերը լուծենք։ Ես ձեզ կարող եմ մի բան ասել, որ Հայաստանի զարգացող տնտեսությանը ես որևէ սպառնալիք չեմ տեսնում, ընդհակառակը հիմա Հայաստանի տնտեսության համար բացվում են անծայրածիր հնարավորություններ։ Այդ հնարավորությունների անկյունակարը եւ առածքը TRIP նախագիծն է, եթե դուք այսօր առավոտյան տեսել եք նախագահ Թրամփի գրառումը, դուք նկատած կլինեիք, որ արևելք-արևմուտք էներգակիրների տարանցման ճանապարհին TRIP նախագիծը գոնե Միացյալ Նահանգների տեսլականով եւ տրամաբանությամբ ունի առանցքային նշանակություն։ Իսկ Միացյալ Նահանգները էներգակիրների ամենամեծ սպառողներից է աշխարհում եւ միայն այդ տրանզիտի հնարավորությունները լիուլի բավարար են Հայաստանի բոլոր կարիքները հոգալու համար։ Էլ չեմ ասում, մենք համագործակցություն ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների եւ խնդիրների այս ընթացքում վստահաբար ասում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր փոխվստահությունը խորացել է, որովհետեւ մենք մեր պայմանավորվածություններին եւ մեր պատկերացումներին համապատասխան ենք գործել, միևնույն ժամանակ կարողանալով ի վիճակի լինելով պահպանել վստահելի հարաբերություններ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Դա տեղի ունենում մի բանի շնորհիվ, մենք խաղեր չենք խաղում մեր գործընկերների հետ եւ ուղիղ անկեղծ մեր դիրքորոշումներ ներկայացնում ենք եւ շնորհակալ ենք նաեւ նրանց, որ ըմբռնումով են վերաբերվում մեր առանձնահատկություններին եւ սոցիալ-հոգեբանական եւ մենթալիտետային առանձնահատկություններին եւ պատմական առանձնահատկություններին։